Amanpor եւ որդվո եւ օգուն սրբո ամեն Սիրելի եղբայրներ եւ քույրեր Աստծո հոգին մեր վրա թողնա այս կանանչ գիրագին մեզի իմաստություն դա որբեսի իր հարության խորհուրդը ավելի եւս հասկանանք Եկեղեցու օրացույցին հարության գիրագիները անուններ ունի անցյալ գիրագի գրտնազարիկ կամ նոր գիրագի էր իսկ այս գիրագի գանանչ գիրագի է եւ աշխարհամադրան գիրագի նույնիսկ այս բարձ խոսքերով մեր հայրերը ուզած են այս զատկվան խորհրդի մասին մեզի քախնիկներ փոխանցել ուրեմն մեր հայրերը վանքերու մեջ երբ որ Գաբրեին եւ հին հավատացյալները փնության ավելի մոտ էին գտեսնեին որ փնությունը հարություն գարնե եւ առաջին քույնը որ հարության նշանն է գանանչը յանքի քույնն է գանանչը Հետևաբար այդ կանանչեն հետո բոլոր փույսերը ցև կստանան, զաղի կլան, բուդու կլան, գցևավորվին։ Ուրեմն յանքը մեզի անծանոթ դեղերեն կփխի, հողինդակն է, բախվդածը, հոն է, Չէ ոչնչացած սերմերը, հետո հարության շունչ մը գպչե աստված քարնանորերուն եւ այդ բոլոր սերմերը ննչած ծառերը գարթնան հարություն արթնությունը սելը մեռնիլ քնանալն է հետևաբար Աստծո աչքին ոչ մեկ բան չգործվիր Երբ որ Աստված կանչե, այնադեն այդ բոլոր սերմերը, հունդերը, գյանքի գուքան և առաջին նշանն է գանանչիլը այդ բոլորին։ Ուրեմն պետք է մենք փնության նայինք և փնության մեջ մենք տեսնենք Աստուծո բադգերը, Աստված Ինչեր գնե մեզի համար Իսկ այս գիրագի մյուս անունը աշխարհամադրան գիրագի է աշխարհի մադուրը աշխարհ մադուրը Շատ հստակ չէ ինչ է այս մադուրը աշխարհի մադուրը Ուրեմն մի քանի մադուրներու մասին իրականության մեջ ակնարկ մգահոս Առաջինը վերնադունն է, երբ որ Հիսուս իր աշակերտներու հետ վերջին ընթրիքը ըրավ, հավաքվեցավ, հոն հաստատեց եկեղեցին եւ ի վերջո Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին հավաքված աշակերտներուն վրա իջավ։ Ուրեմն մադուր մնա, աշխարհի մադուր մնա, քրիստոնեության ծնունդ արած մադուր մնա։ Եթե Այս է աշխարհի մադուրը, ուրեմն պետք է մենք հասկանանք, որ քրիստոնեության հետ միասին մադուրի դաջարի խաղապարը փոխված է։ Իրապես եկեղեցին հրյաներու դաջարին մեջ չհիմնվեցավ։ Հիսուս եկեղեցին հիմնեց դունին մեջ։ Հետևաբար դունն է Հավատացյալ մարդոց հավաքված եւ իրենց հավատքը միասնապար ապրած դեղն է ճշմարիտ դաջարը ճշմարիտ մադուրը Ուրեմն եթե այսպես պիտի հասկանանք մենք այնադեն պետք է մեր ընտանիքներուն մեծ կարևորություն տանք Ընտանիքն է ընտանեկան հարկն է առաջին եկեղեցին Քրիստոնեությամբ այդ պետք է լա
իրապես ամենեն փոքր եկեղեցին մեր ընտանիքներն են, դունն է, ինչպես վերնադունին մեջ սկսավ Քրիստոսի եկեղեցին եւ կշարունակվի հավատացյալ ընտանիքներու մեջ։ Պետք է ընտանիքները բահել եւ պահպանել։ Պետք է միշտ մադուրի վերածվի մեր դուները։ Հոնդե Աստծո խոսքը հնչե, հոնդե ավետարան գարտացվի, հոնդե բոլոր անդամները հարկանք ու սեր ունենան Քրիստոսի նկատմամբ եւ հոնդե ակնկալություններ եւ հույսեր ունենան, որ Աստված իրենց կյանքին մեջն է, անորամար մաքուր պետք է լա հայ ընտանիքը, հայ հոյանք պետք չէ լա, անեցք պետք չէ լա, սիրալիր պետք է լան անդամները իրարու հանդեպ, որովհետեւ քրիստոնյայի դունը եկեղեցի է, քրիստոնյայի դունը մադուր է։ Ուրեմն, եթե մեր հայրերը աշխարհամադրան գիրայգսելով այս հասկացերեն, ուրեմն հարության լուրը, հարության ավետիսը նախ պիտի դրվի այդ դունին մեջ։ Մենք մեր դունին մեջ ամենեն հաստատ հավատքը գրնանք ունենալ։ Մեր մեծերեն գրնանք յուրացնել այդ հավատքը ամենեն առողջ կերպով, որովհետև ինչ որ մեր մանկության եւ բադենության եւ երիտասարդության մեր մեջ չի հաստատված հավատքի տեսակետն, անգերո շատ դժվար է անիգա գտնել, վերստին ցերկ բերել։ Այո, վերնադունը աշխարհի մադուրը ուլալով գրնանք մտածել, բայց մադուր չէր ի վերջո, վերնադունը դուներ։ Աշխարհի մադուր գոչվելիք դեղը Քրիստոսի քերեզմանն է։ Անոնք, որոնք Երուսաղեմ կացած են, գիտեն, քրիստոնեության ամենեն սրբազան վայրը Սուրբ Հարություն դաջարն է, ուդեն Հիսուս հարություն արավ։ Հեղինե թակուի գոմե շինված այդ դաջարը մեծ դաջար մնա։ Այսինքն այս դաջարի թերևս 5-6 անգամ ավելի մեծ է։ Եվ Քրիստոսի քերեզմանը այդ դաջարին ճիշտ մեջտեղը դրած են։ Քրիստոսի խաչելությունը Գողգոթայի փլուրի վրա կատարված էր եւ անմիջապես անորվարը քերեզմաններ գային եւ այդ քերեզմաններն մեգուն թրվեցավ։ Հետևաբար Հիսուսի խաչված դեղը եւ Հիսուսին թրված քերեզմանը իրարու գից էին, նույն փլուրի վրա էին։ Եվ հեղինե թակուհին այդ փլուրը հարթեց եւ մինչև Քրիստոսի քերեզմանը գետրոն ունենալով անոր շուրջը հարության դաջարը հյուսեցին եւ Քրիստոսի քերեզմաննալ փոքրիկ մադուր ըրին, այսինքն եկեղեցին մեջ եկեղեցի է Քրիստոսի մադուրը։ Ուրեմն մեր ամենեն սրբազան վայրն է, երբ որ ուխտի գերտանք այդ մադուրան ներս կմտնենք, ուր Քրիստոս բարգած է եւ հոնդերեն հարություն արած է, մենք կդառնանք մահդեսի, այսինքն մահը կտեսնենք, բայց այլևս մահը բարդված կտեսնենք, մահը կտեսնենք, բայց այլևս մեր բարեկամը լալով կճանչնանք, մահը կտեսնենք, որովհետեւ հոնդե դերը հարություն արավ։ Ուրեմն մադուրը, աշխարհի մադուրը Քրիստոսի քերեզմանն է, բոլոր քրիստոնյա դաջարները, եկեղեցիները այս դաջարեն գարնեն իրենց իմաստը եւ կորձունեությունը, որովհետեւ մեր բոլոր եկեղեցիներուն մեջ կատարվածը այս քերեզմանին մասնագից դառնալ է, ինչպես մգրդությամբ եկեղեցին ավազանեն մենք կծնենք այդ ավազանը Քրիստոսի քերեզմանին խորհրդանիշն է, որովհետև մգրդությունը Քրիստոսի հետ միասին մեռնիլն է եւ Քրիստոսի հետ միասին
հարություն առներն է, ուրեմն թաղվիլ, չուրին Քրիստոսի հետ մեռնել, չուրեն ելնել, Քրիստոսի հետ միասին հարություն առնել, քրիստոնյա դառնալն է։ Ուրեմն աշխարհի մադուր գոչվելիք ճշմարիտ մադուրը Քրիստոսի սուրբ քերեզմանն է, լույս քերեզմանն է։ Մենք բոլորս հոնդեղեն գծնենք, հոգեպես։ Ուրեմն ասիկա շատ կարևոր է մեր հասկացության համար եւ պետք է հասկանանք, որ աշխարհի մադուրը Քրիստոսի քերեզմանն է։ Ուրեմն մեր հայրերը կարելի է աշխարհամադրան ասելով ասիկա հասկացած են։ Բայց այս աշխարհամադրան անունը այնքան հարուստ է, որ մեզի ամիջապես գհիշեցնե մեր աշխարհը, այս քեեցիկ աշխարհը 1001 հրաշալիքներով լեցուն Աստուծո քլուխ կորձոցը եւ մեզի գհիշեցնե, որ այս մոլորակը դաջար մնա, Աստուծո գոմե շինված դաջար մնա։ Հետևաբար ամենեն մդերիմ, ամենեն հարազատ, ամենեն անգեզ բաշտամունքը մենք գրնանք կատարել Աստուծո դաջարին մեջ։ Երկնագամարը այս դաջարին քմփետնը լեռնաշղթաները այս դաջարին սույներն են, գանանչ թաշտերը քորքերն են, արևածագը, արևամարը խորանն է։ Անորամար, երբ որ փնության մեջ եք, դուք ցեզի եթե հավատացյալ եք, Աստուծո ավելի մոտ կսկաք, որովհետև այս բոլոր քարեղեն դաջարները մենք շինացենք, իսկ Աստված շինած է անսերագերտ դաջարը, այս աշխարհը։ Հետևաբար աշխարհը մադուրումն է, Աստուծո մադուրն է, Աստուծո համար շատ մեծ չէ։ Անորամար, երբ որ Դավիթ մարգարեն Աստուծո դաջար շինել գուզեր, Աստված գսե, ինձ ինչպես դաջար պիտի շինեք, որ ես բնագիմ, ամբողջ երկինքը իմ աթորս է, այս ծեր երգերը իմ ոտքերուս, ոտնամադերուս բադվանտանն է, ինչպես ինձ համար դուն պիտի շինեք, որպես ես բնագիմ։ Հետևաբար այս աշխարհին մեջ պետք է մենք Աստուծո հանդիպենք, այս աշխարհին մեջ պետք է մենք հարության քաղաքարին դիրանանք։ Այս աշխարհը մեզի ցույց կտա, որ ցանկ ըսված այդ քաղտնի ուժի թադերապեմն է այս աշխարհը։ Եթե մենք ուսումնասիրենք կենդանիները, անոնց մեջ մենք կտեսնենք, թե Աստված ինչպես կաշխատի։ Բոլորին մեջը Աստված ուղարկած է իր կյանքը, իր կյանք ուղարկած է։ Եվ այս կյանքը մեր դեսած ամենեն խելացի բանն է այս մոլորակին մեջ։ Մտածեցեք, մեկ փուչիչ էինք մենք մեր մոր արքանտին մեջ, այդ մեկ փուչիչեն հիմա այս մարդուն դարձանք մենք։ Ինչպես եղավ կյանքը իրականացուց, կյանքը միլիոնավոր դեսագի արարածներու գվերածվի, փույսերու, միջատներու, անասուններու եւ մարդոց, բոլորին մեջը գշարժի, բոլորին ցև գուդա, հետո բոլորին մեջան դուրս գելլե, դուրս ելլելեն առաջ սերմ գստեղծը, այդ սերմին մեջ ինքնիրեն ճամփա գշինե, մահերուն մեջան կյանքը գնտանա, կյանքեն ավելի խելացի բան չկա այս մոլորակին մեջ։ Եվ կյանքը այդ ուժն է, Աստվածային այդ ուժն է, որ Քրիստոս ասավ, ես եմ կյանքը, ճշմարտությունը, ճանապարհը։ Հետևաբար այս Աստվածային կյանքին հետ մենք փնության մեջ կհանդիպենք։
Երբեմն մարդիկ կսեն, որ ուր է Աստված, փաստեցեք Աստված։ Եվ մենք միշտ գերավագայենք, որ աներևույթ փամը եւ գճանանք մեր բորդը ջաթեցնելով փաստելու անոր։ Չէ, Աստված շատ շոշափելի է, նախ մեր մարմինին մեջն է, որ մեզի կյանք կուտա։ Եթե թարնանք մենք բարձավես մեր էությունը ուսումնասիրենք, պիտի տեսնենք, որ այնքան խելացի փամը գաբրի մեր մեջ, որ մենք չենք անիկա։ Մեզի գմեցնե 9 ամիս մեր մոր որովայնին մեջ, հետո դուրս գուքանք, մանուկ կլանք, բադանի կլանք, երդասարդ կլանք, հասուն կլանք, հետո մենք զավակ կունենանք, հետո կամաց կձերանանք, ինչու կձերանանք, չենք գիտեր, բայց փամը մեր մեջը շատ խելացի է, գվիրավորվինք, անմիջապես կթարմանե անիկա, գհիվանդանակ, գպուժե ցեզի, և մենք կգարձենք, որ թեղը գպուժե մեզի, չէ, թեղի չպուժեր, կյանքը գպուժե, գուտենք փամը, մեզ համար կյանքի էներգիին կվերածվի, ինչպես չենք գիտեր, պարզապես գուտենք մենք, բայց այդ խելացի կյանքը մեր մեջը, որ Աստված է, մեզի կյանք կուտա։ Հետո կքաշվի մեր մեջ են, այդ շունչը կքաշվի մեր մեջ են, հետո կանտրաթարնանք, որ առանց այդ շունչին ոչինչ չենք եղեր մենք։ Անորամար սիրելիներ, հարությունը հասկանալու համար կյանքը պետք է հասկանալ։ Կյանքը ինչ է։ Եվ վատ լուր ունիմ ցեզ։ Կյանքը հասկացող ոչ մեկ մարդ չկա, ոչ մեկ գիտնական չկա։ Կյանքին միայն երևույթները կրնանք ուսումնասիրել։ Կենսաբանությունը, բիոլոգին միայն կյանքի երևույթները, բայց ինչ է այդ մատերիալը, ինչ է այդ էներգիան, ինչ է այս խելացի չիդագից ուժը ինչ է, չեն գիտեր։ Կյանքի հիմնական բաները արդեն չի գիտվիր։ Ոչ մեկ մարդ չի գիտեր, թե էլեկտրականությունը ինչ է։ Շատ կօգտագործենք, բայց չեն կրնար բացատրել ինչ է անիկա։ Միայն մոդելներ ունենք անոնց վերաբերյալ։ Խելքը ամենեն շատ կգործածենք, բայց ինչ է այդ խելքը, քիծողը չկա։ Անորամար պատմությունը կա, բիոլոգիի թասին մեջ ուսուցիչը կհարցնե աշակերտին, կսե որ կյանքը ինչ է դրած, թասին չաշխատած, կսե որ գիտեի ուսուցիչս, գիտեի, բայց մորցա։ Ուսուցիչը կսե որ վախ կսե, աշխարհի պատմության մեջ ի վերջո մեկը գիտեր թե կյանքը ինչ է, բայց անալ մորցավ։ Պատասխանը ինչ է, կյանքը ինչ է, չեն գիտեր։ Այդ խոնարհությունը պետք է իմանանք մենք։ Ինչպես որ Աստված ինչ է, գիտենք որ գա, բայց ինչ է, չեն գիտեր։ Մեր բոլոր սահմանումներուն չհանձնվիր։ Ուրեմն, սիրելիներ, կյանքը, մահը և հարությունը մեր կյանքի ամենամեծ սպառնալիքը պետք է լինի։ Հետևաբար այդ կյանքը պետք է մենք լավ հասկանանք և անոր հիմքը եղած Աստվածը պետք է լավ հասկանանք։ Աստուծո մոդենալու և Աստուծո մասին մտածելու երկու ճամփաներ կան։ Անոնց մեկը աղոթքի ադեն գնենք մենք։ Ինչ գնենք, մեր աչքերը կկոծենք։ Ինչու՞։ Որովհետև գիտենք, որ Աստված մեր դեսած ոչ մեկ բանի չնման է։ Աստված մեր դեսած բաներուն մեջ ուրիշ բան չէ։ Հետևաբար Աստուծո համար ըսելիք բան չունենք մենք։ Գա, բայց չնման է։ Ամեն ինչը կստեղծե, բայց
ինքը գնման է ավելի խավարին, գամ լույսին, որ այնքան զորավոր է, որ ոչ մեկ բան չես տեսներ։ Հետևաբար Աստուծո մոտենալու ցևերան մեկը այս է, մաքրվել, միտքը մաքրել բոլոր արարածներն եւ Աստուծո արչեւ գենալ եւ սպասել, որ Աստված ինքնին հայտնե։ Ասիկա դժվար է, բայց պետք է մենք ասիկա հասկանանք, որ գա այսպիսի ճամփամը, վանքերու մեջ, երբ որ մարդիկ ազատ ժամանակ ունեին եւ իրենց միակ սպամունքը Աստված էր, ուրեմն հասկացած էին եւ գուզեին, որ ուղագի Աստուծո հետ իրենց ցոքին Աստուծո հետ գապ հաստատ է, ուղագի գապ հաստատ է։ Հերուստացույց գտիդեք, չէ, հերադեսիլ, հոնդե գխաղան, ցայները գլսեք, գտիդեք, բայց հերադեսիլը գմորնակ, չէ, սեր բոլոր սպամունքը հոնդե խաղցով մարդերն, երևույթներն, դեսարաններն, հերադեսիլը գմորնակ, երբ գհիշեք, որ հերադեսիլ գա, Երբ որ գկոցեք հերադեսիլը, սև էկրամը սեր արջև գենա։ Իրականության մեջ բոլոր այդ երևույթները այդ սև էկրանին վրա էր։ Առանց այդ սև էկրանին ոչ մեկ բան չեր գրնար երևիլ հոն։ Թուք, ես, այս աշխարհը, բոլոր անասունները, փույսերը, բոլոր մոլորակները, ասղերը Աստուծո էկրանին վրա գտեսնվին։ Մենք բոլորս անոր մեջ ենք, անոր մեջ կշարժենք, մեր էությունը անգե գարնենք։ Հետևաբար Աստված ըսած բանը ամենուն կյանք տվողն է, ամեն ինչին քեդինն է, հետևաբար մենք չենք կրնար հասկանալ Աստված մեր միտքին համար խավար է։ Մեր միտքը անոր մասին ըսերիկ խոսք մչունի, չի գրնար հասնիր։ Բայց Աստված ողորմած է, ինքսին կհայտնե մեր հասկանալիք ցևով։ Այսինքն ցևի գերբանքի գստանա, որովհետեւ մեզի հետ հարաբերվի։ Մարգարեներ ուարգած է, ի վերջո Հիսուս Քրիստոս եկած է, որովհետեւ հայտնե Աստուծո նկարակիրը։ Ուրեմն այս ճամփան ուղագի Աստուծո հոգիի հետ կապ հաստատել ճամփան ամենուն համար չէ։ Գա ուրիշ ճամփամը անիգալ դեսանելի ճամփա է։ Աստուծո արարածներուն մեջան գմոդենակ դուք Աստված ամեն ինչ ստեզած է, բոլոր ստեզածները պատկամ ունին, Աստուծո մասին մեզի փամ մգսեն։ Հետևաբար Աստուծո նկարակիրը իր արարածներեն կհասկանանք։ Երբեմն գշուփոթենք, չէ, անոր համար հեթանոսություն զակած է։ Հեթանոսությունը ինչ է։ Աստված փնտրելու ադեն Աստուծո արարածներու մեծության, քեղեցկության գարչիլ եւ ասել, որ այս է Աստվածը։ Արևը Աստված է, այնքան զորավոր է, կյանք կուտա մեզի, ուրեմն Աստվածը լալու է արևը։ Արյուծը այնքան զորավոր է, թակավոր է անասուններուն, ուրեմն Աստված ըլլալու է անիկա։ Արարատը այնքան հսկա լերմն է, որ երբ որ գնայիք, քովեն գնայիք, իրապես այնքան հսկա է, որ Աստված ըլլալու է։ Հեթանոսությունը այս է, այսինքն Աստված փնտրելու ճամփում մեջ գարջ գենալն է, գարջ ճամփուն վրա գենալն է, եւ անգա անտին չդեսնելն է։ Ուրեմն այդ բոլորը շիդագե Աստուծո մեծությունը կհայտնեն, Աստուծո մեզի բաներ մգուդան, կներշնչեն մեզի եւ գսենք, որ այս բոլոր ինքնաբերաբար չեն գնարուլալ, արարիչը ունի անոր յետևը եւ գուսենք անոր հետ հարաբերվել։ Ուրեմն աշխարհամատրան գիրագիի հասկացությունը այն է, որ մենք արարածներուն դիտելով անոնց յետևը գեցող
Աստված կգտնենք։ Ասիկա սովորություն ունե, այդ սովորություն ունեցեք։ Երբ որ զարգամանին մեջ գտնվող ձեր փույսը գճրեք, գեցեք բահմը եւ ասեք, որ ինչպես կմեծնա։ Երբ որ զարեմ բուդու կփրցնեք, ասեք, որ ինչպես այս փայդը այս բուդուը կստեղծա։ Իրապես բուդուները փայդերան դուրս կգա, գիտեք։ Նույն փայդն է։ Զիրանի փայդը օրենջի խնձորի ամենը փայդն։ Փայդը այդ բուդուները կստեղծա։ Ինչպես կստեղծա։ Անխելացի փայդը ինչպես կստեղծա։ Հրաշք չէ։ Պետք չէ տեսնենք հոնդե մենք Աստված։ Երբ որ նորածին մանուկ մգարնեք գատ կհոդի եւ չգար ասիկա 9 ամիս առաջ եւ հիմա գա աշխարհի մեջ, երբ որ անոր տեսնեք Աստուծո փառք պիտի չդակ, պիտի չսեք, որ Աստված է, ասոր մեջ են գխոսի ինձ, Աստված գսե, որ հոսեմ ես, կորզիս կլուխն եմ, տակավին գստեղծեմ ես ամեն ինչ։ Ուրեմն աշխարհամադրան գիրագին գսե, որ Աստված կյանքի դերն է եւ Աստված կյանքն է։ Հետևաբար այդ կյանքին հետ բարեկամ դառնանք։ Հիմակվն է բարեկամ դառնանք, որովհետեւ մեզի գաթիլ մտված է այս կյանքին մեջ, օգյանոս է ինքը, որովհետեւ մեզի մեռնելեն հետո մեր մերգված հոգիներուն վերստին նոր մարմին շնորհը։ Հարությունը այս է։ Ոչնչութենը վերստին ստեղծել չէ։ Մարմինեն բաժնված հոգիներուն չփճացող անաբական մարմիններ հագնեցնելն է։